Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի Գլուխ 11 Հիսուս սովորեցնում է աղոթել։ Եվ եղավ, որ Հիսուս մի տեղ աղոթքի էր կանգնած, և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տեր, մեզ աղոթել սովորեցրու, ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին»։ Նա նրանց ասաց. «Երբ աղոթքի կանգնեք, ասացեք. Հայր մեր, սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը թող գա, մեր հանապազօրյա հացը տուր մեզ ամեն օր, և մեր մեղքերը մեզ ներիր, ինչպես մենք էլ ներում ենք ամեն մարդու, որ հանցանք է գործում մեր դեմ, և մի տար մեզ փորձության»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Ձեզնից ով է, որ բարեկամ ունենա, գնա նրա մոտ կեսգիշերին և ասի նրան. «Բարեկամ, ինձ 3 նկանակ փող տուր, որովհետև իմ բարեկամը ճանապարհից եկավ ինձ մոտ, և ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ»։ Իսկ նա ներսից պատասխանի և ասի. «Ինձ նեղություն մի տուր, որովհետև դռները փակված են, և երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ և քեզ հաց տալ»։ Ասում եմ ձեզ, եթե բարեկամության համար էլ վեր չկենա և հաց չտա նրան, նրա թախանձանքի պատճառով վեր կենալով կտա նրան, ինչ որ պետք է։ Եվ ես ասում եմ ձեզ. խնդրեցեք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեզ համար, որովհետև ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, և ով որ բախում է, բացվում է նրա առաջ։ Ձեզնից ով է այն հայրը, որի որդին եթե ձուկ ուզի, միթե ձկան փոխարեն օձ կտա նրան, և կամ ձու ուզի, միթե կարիճ կտա նրան։ Իսկ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որչափ ևս առավել ձեր երկնավոր հայրը բարիքներ կտա նրանց, որոնք ուզում են իրենից։ Հիսուս և Բեղզեբուղը։ Եվ Հիսուս մի համր դև էր հանում, և երբ դևը ելավ, համրը խոսեց, և ամբողջ ժողովուրդը զարմացավ, և նրանցից ոմանք ասացին. «Դա դևերին հանում է դևերի իշխան Բեղզեբուղի միջոցով»։ Իսկ ուրիշներ փորձում էին նրան և երկնքից նշան էին ուզում նրանից, իսկ նա իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն կործանվում։ Արդ, եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվեց, նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ, որովհետև իմ մասին ասում եք, թե դա դևերին հանում է դևերի իշխան Բեղզեբուղի միջոցով։ Եթե ես դևերին հանում եմ Բեղզեբուղի միջոցով, ձեր հետևորդները ինչով պիտի հանեն։ Դրա համար նրանք պիտի լինեն ձեր դատավորները։ Իսկ եթե Աստծու մատով են հանում դևերին, ապա Աստծու արքայությունը հասել է ձեր վրա։ Երբ որ զինված հզոր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է, բայց եթե նրանից ավելի հզորը գա նրա վրա և հաղթի նրան, նրանից կհանի այն զենքերը, որոնց վրա հույս էր դրել, և նրա ավարը կբաժանի։ Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Պիղծ ոգու վերադարձը։ Երբ պիղծ դևը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտրում, և երբ չի գտնում, ասում է. «Վերադառնում իմ տունը, որտեղից ելա», և գալիս է ու գտնում այն մաքրված և կարգի բերված։ Այն ժամանակ գնում և վերցնում է իրենից ավելի չար 7 այլ դևեր
եւ մտնում բնակվում է այնտեղ, եւ այն մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ, քան նախկինը։ Ճշմարիտ երանությունը։ Եվ մինչդեռ Հիսուս այս բանն էր խոսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի է այն կնոջը, որ հղացավ եւ դիեցրեց քեզ»։ Եվ նա ասաց. «Մանավանդ երանի է նրանց, որ լսում են Աստծո խոսքը եւ կպահեն»։ Երկնային նշանի հայցում Հիսուսից։ Եվ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնվեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է, նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից, որովհետև ինչպես Հովնանը նշան եղավ նինվեացիների համար, նույնպես մարդու որդին նշան կլինի այս սերնդի համար»։ Հարավի դժոխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենա այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետև նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը, եւ ահա Սողոմոնից մեծը կա այստեղ։ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետև Հովնանի քարոզության վրա ապաշխարեցին, եւ ահա Հովնանից մեծը կա այստեղ։ Մարմնի լույսը։ Ոչ ոք ճրակ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը լույս տեսնի։ Մարմնի ճրակը աչքն է, երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի։ Արդ, զգույշ եղիր, գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է եւ նրա մեջ խավարի մաս չկա, ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրակը իր շողերով լուսավորի քեզ։ Փարիսեցիների եւ օրենքի վարդապետների դատապարտումը։ Եվ մինչդեռ նա խոսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մոտ ճաշի, եւ նա մտնելով սեղան նստեց։ Երբ փարիսեցին տեսավ, զարմացավ, որովհետև Հիսուս ճաշից առաջ չլվացվեց։ Տերը նրան ասաց. «Այժմ դուք փարիսեցիներդ բաժակի եւ պնակի արտաքինն եք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է հափշտակությամբ եւ չարությամբ։ Անմիտներ, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց։ Բայց տեսեք, թե ինչն է իսկապես արժան, ողորմություն տվեք, եւ ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։ Բայց վայ ձեզ փարիսեցիներիդ, որ տասանորդ եք տալիս անանուխի, փեգենայի եւ ամեն տեսակ բանջարեղենի, բայց զանց եք անում Աստծո արդարությունն ու սերը։ Այս բաները պետք էր անել, բայց մյուսները զանց չանել։ Վայ ձեզ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն եք սիրում եւ հրապարակներում առաջին ողջույնները ստանալ։ Վայ ձեզ, որ անհայտ գերեզմանների պես եք, մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն։ Օրենսգետներից մեկը պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապետ, այդ բաներն ասելով մեզ էլ ես նախատում»։ Եվ նա ասաց. «Վայ ձեզ եւս, օրենսգետներ, որ մարդկանց դժվարակիր բեռներ եք բարձում, բայց դուք ինքներդ մեկ մատով իսկ բեռներին չեք դիպչում։ Վայ ձեզ, որ մարգարեներին շիրիմներ եք շինում, իսկ ձեր հայրերը նրանց սպանեցին։ Դրանով իսկ դուք վկայում եք, թե կամակից եք ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին մարգարեներին, իսկ դուք նրանց գերեզմաններ եք շինում։ Դրա համար Աստծո իմաստությունն ասաց. նրանց մեջ մարգարեներ եւ առաքյալներ կուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, որպեսզի
այդ սերնդից պահանջվի արյունը բոլոր մարգարեների, թափված աշխարհի սկզբից, Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որը կորստյան մատնվեց Խորանի և տաճարի միջև։ Այո, ասում եմ ձեզ, պիտի պահանջվի այդ սերնդից։ Վայ ձեզ, օրենսգետներիդ, որ թաքցնում եք գիտության բանալիները, դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք։ Եվ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամոթահար եղան։ Եվ օրենսգետներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ և բանավեճի բռնվել նրա հետ շատ բաների համար։ Եվ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խոսքեր որսալ, որպեսզի չարախոսեն նրա մասին։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի Գլուխ 12 Նախազգուշացում կեղծավորության դեմ։ Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց, իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. Նախ դուք ձեզ զգույշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի և գաղտնի բան, որ չիմացվի, քանի որ ինչ որ խավարի մեջ ասեք, լսելի պիտի լինի լույսի մեջ, և ինչ որ շտեմարաններում փսփսակ ականջների մեջ պիտի քարոզվի տանիքների վրա։ Բայց ասում եմ ձեզ, իմ սիրելիներին, մի զարհուրեք նրանցից, որ մարմինն են սպանում և դրանից հետո ավելի բան անել չեն կարող, այլ ցույց կտամ ձեզ, թե ումից պետք է վախենաք, վախեցեք նրանից, ով սպանելուց հետո գեհեն նետելու իշխանություն ունի։ Այո, ասում եմ ձեզ, վախեցեք նրանից։ Չէ որ 5 ջնջղուկը 2 դահեկանի է վաճառվում, և նրանցից ոչ մեկը Աստծո առաջ մոռացվածը չէ։ Նույնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են, մի վախեցեք, որովհետև դուք շատ ավելի հարգի եք, քան ջնջղուկները։ Դավանել Հիսուսին։ Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու որդին էլ նրան կխոստովանի Աստծո հրեշտակների առաջ, իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կուրանա, Աստծո հրեշտակների առաջ պիտի ուրացվի, և ով որ մարդու որդու դեմ բան ասի, նրան պիտի ներվի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայոյի, նրան չպիտի ներվի։ Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների և իշխանավորների առաջ, մի մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ պատասխան պիտի տաք և կամ ինչ պիտի ասեք, որովհետև Սուրբ Հոգին նույն ժամին կսովորեցնի ձեզ, թե ինչ պետք է խոսել։ Անմիտ մեծահարուստը։ Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապետ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»։ Եվ նա նրան ասաց. «Ով մարդ, ինձ ով դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»։ Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»։ Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տվեցին, և նա խորհեց իր մտքում ու ասաց. տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա։ Գիտեմ, ասաց նա, թե ինչ պետք է անեմ, կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները, ու ինքս ինձ կասեմ, ով մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգիստ արա, կեր, խմիր և ուրախ եղիր։ Աստված նրան ասաց. «Անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»։ Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստծով չի հարստանա։
հոգս և անձկություն։ Եվ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ, հոգ մի արեք ձեր հոգու համար, թե ինչ եք ուտելու, և ոչ էլ մարմնի համար, թե ինչ եք հագնելու, որովհետև հոգին առավել է, քան կերակուրը, և մարմինը, քան հագուստը։ Նայեցեք ագռավներին, որոնք ոչ սերմանում են և ոչ հնձում, որոնք ոչ շտեմարաններ ունեն և ոչ էլ ամբարներ, բայց Աստված կերակրում է նրանց։ Որքան ևս առավել ձեզ, որ շատ ավելի հարգի եք, քան թռչունները։ Ձեզնից ով հոգս անելով կկարողանա իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ Արդ, եթե փոքր բանի մեջ անկարող եք, այլ բաների համար ինչու եք հոգս անում։ Նայեցեք Շուշանին, ինչպես է աճում, ոչ աշխատում է և ոչ հյուսում։ Ասում եմ ձեզ, Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ նրանցից մեկի նման չհագնվեց։ Իսկ եթե խոտը, որ այսօր բաց դաշտի մեջ է, իսկ վաղը հնոց է նետվելու, Աստված այդպես է հագցնում, որչափ ևս առավել ձեզ պիտի հագցնի, թերահավատներ։ Եվ դուք մի մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, և մի մտատանջվեք, որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ, այլ դուք հետամուտ եղեք Աստծու արքայությանը, և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ։ Փոքրիկ հոտը։ Մի վախեցիր, փոքրիկ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը։ Վաճառեցեք ձեր ինչքերը և ողորմություն տվեք, և ձեզ համար շինեցեք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ոչ գողն է մոտենում և ոչ ցեցը փչացնում, որովհետև ուր որ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն։ Պատրաստ լինել Տիրոջ վերադարձին։ Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն և ճրագներդ վառված, և դուք նմանվեցեք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե երբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի երբ գա և բախի դուռը, իսկույն բաց անեն։ Երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց սպասարկելու։ Եվ եթե Տերը գա կեսգիշերին և կամ ավելի ուշ ու գտնի նրանց այդպես, երանելի են այդ ծառաները։ Բայց այն էլ իմացեք, որ եթե տանտերը գիտենար, թե որ ժամին գող կգա, թույլ չէր տա, որ իր տունը կտրեն։ Դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա մարդու որդին։ Հավատարիմ տնտեսը։ Պետրոսն ասաց. «Տեր, մեզ համար ասացիր այդ առակը, թե բոլորի համար»։ Եվ Տերն ասաց. «Ով է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց ժամանակին կերակուր տալու համար։ Երանի է այն ծառային, որին իր տերը, երբ որ գա, այդպես արած կգտնի։ Արդարև, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրա վերակացու կկարգի։ Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի. «Իմ տերը ուշանում է գալ», և սկսի ծեծել ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել, այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չէր սպասում, և այն ժամին, որ չէր իմանում, նրան մեջքից 2 կտոր կանի, և նրա բաժինը անհավատների հետ կդնի։ Իսկ այն ծառան, որ գիտե իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի։ Եվ այն ծառան, որ չգիտե իր տիրոջ կամքը և ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կուտի։ Նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի, և ում շատ է վստահված,
նրանից ավելին կպահանջեն։ Հուր և բաժանում։ Երկրի վրա կրակ գցելու եկա, և ինչքան եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքված լինի, և մի մկրտություն ունեմ մկրտվելու, և ինչպես եմ շտապում, որ կատարվի։ Կարծում եք, թե երկրին խաղաղություն տալու եկա, ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանում։ Որովհետև մեկ տան մեջ այսուհետև 5 հոգի իրարից բաժանված պիտի լինեն, 3-ը 2-ի դեմ և 2-ը 3-ի։ Հայրը պիտի բաժանվի որդու դեմ և որդին հոր, մայրը աղջկա դեմ և աղջիկը մոր, կեսուրը հարսի դեմ և հարսը իր կեսրոջ։ Կանխատեսել ժամանակների նշանները։ Ժողովրդին էլ ասաց. երբ տեսնեք, որ արևմուտքից ամպ է ելնում, իսկույն կասեք, թե անձրև կգա, այդպես էլ լինում է, և երբ հարավի քամին փչի, կասեք, թե խորշակ կլինի, և այդպես էլ լինում է։ Կեղծավորներ, երկնքի և երկրի երևույթները քննել գիտեք, իսկ այս ներկա ժամանակը ինչպես չեք քննում։ Ինչու դուք անձնապես արժանին չեք ընտրում։ Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մոտ, ճանապարհին հաշիվդ մաքրիր, որ նրանից ազատվես, որովհետև գուցե նա քեզ քարշ տա դատավորի մոտ, և դատավորը քեզ բանտապահի ձեռքը հանձնի, և բանտապահն էլ բանտ նետի։ Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև որ չվճարես վերջին գրոշը։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 13։ Կոչ ապաշխարության։ Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց արյունը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արյան հետ։ Նա պատասխանեց նրանց և ասաց. Կարծում եք, թե այն գալիլեացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավոր էին, քան բոլոր գալիլեացիները։ Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Կամ նրանք, այն 18 մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապարտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Անպտուղ թզենին։ Պատմեց և այս առակը. մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել, և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ Այգեգործին ասաց. ահա 3 տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում, արդ կտրիր այդ, ինչու է հողն զբաղեցնում։ Այգեգործը պատասխանեց և ասաց. Տեր իմ, նրան այս տարի էլ թող, մինչև որ նրա շուրջը փորեմ և աղբ գցեմ, գուցե թե պտուղ տա, ապա թե ոչ, մի տարուց հետո կկտրես այդ։ Կուչ եկած կնոջ բժշկումը շաբաթ օրով։ Եվ մի շաբաթ օր Հիսուս մի ժողովարանում ուսուցանում էր, և ահա այնտեղ կար մի կին, որին չար դևը 18 տարի բռնած էր պահում, և կուչ էր եկած ու ամենևին վեր նայել չէր կարողանում։ Եվ Հիսուս նրան տեսնելով, կանչեց իր մոտ և ասաց. ով կին, բժշկված ես քո հիվանդությունից, և ձեռքը դրեց նրա վրա, ու նույն ժամին հիվանդը ուղղվեց և Աստծուն փառք էր տալիս։ Ժողովրդապետը բարկացավ, թե ինչու Հիսուս շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. 6 օր կա, երբ արժան է գործել, այդ օրերին եկեք բուժվեցեք և ոչ թե շաբաթ օրը։ Տերը նրան պատասխանեց և ասաց. կեղծավորներ, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի արձակում և չի տանում ջուր տալու։
Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա 18 տարի է ինչ կապել էր, արժանի չէր միթե շաբաթ օրով արձակել նրան կապանքներից։ Եվ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան, իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ կատարվում էին Հիսուսի կողմից։ Մանանեխի հատիկի առակը։ Եվ ասաց. Ինչի նման է Աստծո արքայությունը, և ինչի նմանեցնեմ այն։ Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց ու նետեց իր պարտեզը, սա աճեց և ծառ եղավ, և երկնքի թռչունները ապրում էին նրա ճյուղերի վրա։ Թթխմորի առակը։ Եվ դարձյալ ասաց. Ինչի նմանեցնեմ Աստծո արքայությունը։ Նման է այն խմորին, որ մի կին վերցնելով խառնեց 3 գրիվ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց։ Նեղ դուռը։ Եվ Հիսուս շրջում էր քաղաքներով ու գյուղերով և ուսուցանում էր։ Երբ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ, մեկը նրան ասաց. Տեր, սակավաթիվ են նրանք, որ փրկվելու են։ Եվ նա նրանց ասաց. Ջանացեք մտնել նեղ դռնով, ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։ Այն բանից հետո, երբ տանտերը մտնի և դուռը փակի, դուք դրսում կանգնած կսկսեք դուռը բախել և ասել. Տեր, Տեր, բաց մեզ համար։ Իսկ նա պատասխանելով կասի ձեզ. չգիտեմ, թե որտեղից եք։ Այն ժամանակ կսկսեք ասել. մենք քո առաջ կերանք և խմեցինք, և դու հրապարակներում ուսուցանեցիր։ Եվ տանտերը կասի. ասում եմ, ձեզ չգիտեմ, թե որտեղից եք, հեռացեք ինձնից դուք բոլոր անիրավ մշակներդ։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծո արքայության մեջ, իսկ ձեզ դուրս հանված։ Եվ կգան մարդիկ արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից ու կբազմեն Աստծո արքայության մեջ, և ահա վերջիններ կան, որ առաջին կլինեն, և առաջիններ, որ կլինեն վերջին։ Աղվես Հերովդեսը։ Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան և ասացին նրան. վեր կաց գնա այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել։ Եվ Հիսուս նրան ասաց. գնացեք ասացեք այն աղվեսին, թե ահա դևեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրը գործս կավարտեմ, բայց պետք է այսօր, վաղը և մյուս օրը գնալ, որովհետև մարգարեն պետք չէ, որ Երուսաղեմից դուրս կորստյան մատնվի։ Ողբ Երուսաղեմի։ Երուսաղեմ, Երուսաղեմ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին, քանի անգամ կամեցա հավաքել քո որդիներին, ինչպես հավը իր ձագերին թևերի տակ, բայց դու չկամեցար։ Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնվի ավերակ, բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք. օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 14։ Ջրգողով հիվանդի բժշկումը շաբաթ օրով։ Երբ մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխանավորներից մեկի տունը հաց ուտելու, նրանք դիտում էին նրան, և ահա այնտեղ նրա առաջ ջրգողով հիվանդ մի մարդ կար։ Հիսուս պատասխանեց օրենսգետներին ու փարիսեցիներին և ասաց. շաբաթ օրով բժշկելը օրինավոր է, թե ոչ։ Նրանք լուռ մնացին։ Հիսուս նրան բռնելով բուժեց և արձակեց։ Եվ նրանց ասաց. ձեզնից ում եզը կամ էշը ընկնի ջրհորի մեջ, նա իսկույն այն չի հանի շաբաթ օրով։ Եվ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան։
10 խնջույքի հրավիրվածներին։ Հրավիրվածներին էլ մի առակ ասաց, տեսնելով, թե ինչպես նրանք պատվո տեղերն էին ընտրում։ Նրանց ասաց. երբ մեկը քեզ հարսանիքի կամ հրավերքի կանչի, առաջին տեղը մի նստիր, գուցե քեզնից ավելի պատվական մեկը նրա կողմից կանչված լինի։ Եվ քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի. սրան տեղ տուր, եւ ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել։ Այլ, երբ հրավիրվես, գնա բազմիր վերջին տեղը, որպեսզի երբ քեզ կանչողը գա եւ քեզ ասի. բարեկամ, ավելի վեր մոտեցիր, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառավորվես, որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա։ Հրավիրվածների ընտրություն։ Իրեն հրավիրողին էլ ասաց. երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի կանչիր ոչ քո բարեկամներին, ոչ քո եղբայրներին, ոչ քո ազգականներին եւ ոչ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն եւ քեզ հատուցում լինի։ Այլ, երբ ընդունելություն ունես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին եւ երանելի կլինես, որովհետեւ փոխարենը քեզ հատուցելով ոչինչ չունեն, եւ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը։ Մեծ խնջույքի առակը։ Երբ սեղանակիցներից մեկը այս լսեց, ասաց նրան. երանի նրան, ով ճաշ կուտի Աստծո արքայության մեջ։ Եվ Հիսուս ասաց. մի մարդ ընթրիք սարքեց եւ հրավիրեց շատերին, եւ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց կանչելու հրավիրվածներին, թե եկեք, որովհետեւ ահա ամեն ինչ պատրաստ է։ Եվ ամենքը մեկ-մեկ սկսեցին հրաժարվել։ Առաջինն ասաց. ագարակ գնեցի եւ պետք է որ գնամ տեսնեմ, խնդրում եմ քեզ ինձ հրաժարված համարիր։ Եվ մյուսն ասաց. 5 լուծ եզներ գնեցի, գնում եմ դրանք փորձելու, խնդրում եմ քեզ ինձ հրաժարված համարիր։ Իսկ մյուսն ասաց. կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ։ Եվ ծառան եկավ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ բարկանալով տանտերն իր ծառային ասաց. իսկույն դուրս եք քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին բեր մտցրու այստեղ։ Եվ ծառան ասաց. Տեր, ինչ հրամայեցիր կատարվեց եւ էլի տեղ կա։ Եվ Տերը ծառային ասաց. դուրս եք ճանապարհներն ու ցանկապատների առաջ եւ մարդկանց այստեղ մտցրու, որպեսզի տունս լցվի։ Ասում եմ ձեզ, որ այս հրավիրվածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի։ Քրիստոսի ճշմարիտ հետևորդը։ Եվ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում։ Նա դարձավ եւ ասաց նրանց. եթե մեկը ինձ մոտ գա եւ չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել, որովհետև ով որ չվերցնի իր խաչը եւ իմ հետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։ Ձեզնից ով, եթե կամենա աշտարակ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը, թե ավարտելու համար բավական դրամ ունի, որպեսզի գուցե երբ հիմը դնի եւ չկարողանա ավարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, չսկսեն նրան ծաղրել եւ ասել, թե այս մարդը սկսեց կառուցել եւ չկարողացավ ավարտել։ Կամ որ թագավորը, եթե գնա պատերազմելու մի այլ թագավորի դեմ, նախ չի նստի եւ խորի, թե 10,000-ով կկարողանա դիմադրել նրան, որ իր վրա 20,000-ով է գալիս։ Ապա թե ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամավորություն ուղարկելով խաղաղություն կխնդրի։ Արդ այսպես էլ ձեզնից ով որ իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել։
Անհամ աղը։ Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչով այն պիտի համեմվի։ Ոչ հողի համար է պիտանի և ոչ էլ պարարտանյութի, այլ դուրս թափելու, ով որ ականջ ունի լսելու, թող լսի։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 15, կորած ոչխարի և կորած դրամի առակը։ Եվ բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտ էին, որպեսզի լսեն նրան։ Փարիսեցիներն ու օրենսգետները տրտնջում էին և ասում. «Ինչու է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։ Հիսուս նրանց այս առակն ասաց. «Ձեզնից ով է այն մարդը, որ երբ 100 ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի 99-ին և չի գնա կորածի հետևից, մինչև որ այն գտնի։ Եվ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրա խնդությամբ և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. ուրախացեք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը։ Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան 99 արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Կամ ով է այն կինը, որ երբ 10 դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը փութով և չի փնտրի, մինչև որ գտնի։ Եվ երբ գտնի, կկանչի բարեկամներին և հարևաններին ու կասի. ուրախացեք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դրամը։ Ասում եմ ձեզ, Աստծո հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է։ Անառակ որդու առակը։ Եվ ասաց. մի մարդ 2 որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. հայր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը խոզեր արածեցնելու։ Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Ապա խելքի եկավ և ասաց. «Քանի վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ, գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը։ Եվ վեր կացավ, եկավ իր հոր մոտ, և մինչ դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթած վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։ Եվ որդին ասաց նրան. հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Հայրը իր ծառաներին ասաց. անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը և հագցրեք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին կոշիկներ, բերեք պարարտ եզը, մորթեցեք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց։ Եվ սկսեցին ուրախանալ։ Իսկ նրա ավագ որդին ագարակում էր։ Եվ մինչ գալիս էր ու տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը, և իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե այդ ի՞նչ է։ Եվ սա նրան ասաց. քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան։ Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել։ Իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան։ Որդին պատասխանեց և ասաց հորը. այս քանի տարի է, որ ծառայում եմ քեզ, և երբեք քո հրամանները զանց չեմ արել։ Ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։
երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր։ Հայրը նրան ասաց. որդյակ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 16։ Անիրավ տնտեսի առակը։ Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ, և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան և ասաց. այս ինչ եմ լսում քո մասին, տուր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող։ Տնտեսը իր մտքում ասաց. ինչ պետք է անեմ, քանի որ իմ Տերը տնտեսությունս ինձնից վերցնում է։ Հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պետք է անեմ, որպեսզի երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները։ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով, առաջինին ասում է. իմ տիրոջը ինչքան պարտք ունես։ Եվ սա ասում է. 100 տակառիկ ձեթ։ Եվ տնտեսը նրան ասում է. առ քո մուրհակը և նստիր ու անմիջապես գրիր 50։ Ապա դարձյալ մյուսին ասում է. դու ինչքան պարտք ունես։ Եվ սա ասաց. 500 պարկ ցորեն։ Տնտեսը նրան ասաց. առ քո մուրհակը և նստիր ու գրիր 400։ Եվ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Դրամի խելացի օգտագործումը։ Եվ ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։ Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է։ Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ով կվստահի ճշմարիտը։ Եվ եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ով կտա ձեզ։ Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող, որովհետև եթե մեկին ատի, մյուսին կսիրի, կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարի։ Չեք կարող և Աստծուն ծառայել, և մամոնային։ Ընդդեմ արծաթասեր փարիսեցիների։ Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասեր էին։ Եվ նրանց ասաց. դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե, որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։ Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն էին, այնուհետև ավետարանվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք բռնի է ուզում ձեռք բերել այն։ Ավելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թե օրենքից մեկ նշանախեց ընկնի։ Ով որ իր կնոջն արձակում է և մի ուրիշին առնում, շնանում է, իսկ ով որ արձակվածին է առնում, շնանում է։ Աղքատ Ղազարոսի առակը։ Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում։ Եվ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ վերքերով ծածկված։ Եվ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից։ Եվ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը։ Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը,
մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց։ Եվ դժոխքում մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ նրա գրկում հանգստացած։ Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հայր Աբրահամ, ողորմիր ինձ և ուղարկիր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ»։ Եվ Աբրահամը նրան ասաց. «Որդյակ, հիշիր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ քո կենդանի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ չարչարանքները։ Իսկ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակում ես։ Եվ այս բոլորից բացի, մեծ վիհ կա մեր և ձեր միջև. եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա, ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել»։ Մեծահարուստն ասաց. «Արդ աղաչում եմ քեզ, հայր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես 5 եղբայր ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»։ Եվ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսես և մարգարեներ, թող նրանց լսեն»։ Եվ նա ասաց. «Ոչ, հայր Աբրահամ, բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն»։ Եվ Աբրահամը նրան ասաց. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն»։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 17 Գայթակղության մասին։ Հիսուս ասաց նաև իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վայ նրան, որի ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանակար վեմ կախվեր, և նա ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։ Զգույշ եղեք ձեր անձերի համար»։ Եղբայրական անհիշաչարություն։ Եթե քո եղբայրը մեղանչի, սաստիր նրան, և եթե զղջա, ներիր նրան, և եթե 7 անգամ մեղանչի քո դեմ և 7 անգամ դառնա քեզ և ասի զղջում եմ, ներիր նրան։ Հավատի ուժը։ Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրու մեր հավատը»։ Եվ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, և այս թթենուն ասեք. արմատախիլ եղիր և տնկվիր ծովի մեջ, նա իսկ կհնազանդվի ձեզ, խոնարհաբար ծառայել։ Իսկ ձեզնից ով, որ հողագործ կամ հովիվ ծառա ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կասի իսկույն. անցիր սեղան նստիր, այլ նրան չի ասի. պատրաստիր, ինչ ընտրելու եմ, և գոտի կապած ծառայիր ինձ, մինչև որ ուտեմ և խմեմ, և ապա կուտես և կխմես դու։ Միթե տերը շնորհապարտ կլինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց։ Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անել, այն արեցինք։ 10 բորոտների մաքրվելը։ Եվ մինչ նա դեպի Երուսաղեմ էր գնում, անցնում էր Սամարիայի և Գալիլեայի միջով, և երբ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին 10 բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, բարձրացրին իրենց ձայնը և ասացին. «Հիսուս վարդապետ, ողորմիր մեզ»։ Եվ երբ նրանց տեսավ, ասաց նրանց. «Գնացեք դուք ձեզ քահանաներին ցույց տվեք»։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին։ Նրանցից մեկը, երբ տեսավ, թե բժշկվեց, վերադարձավ և բարձր ձայնով փառավորում էր Աստծուն։ Երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան, և ինքը սամարացի էր։ Հիսուս պատասխանեց և ասաց. «Սրանք 10 էլ չմաքրվեցին, իսկ արդ 9 օր են, որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»։ Եվ ասաց նրան.
վեր կաց գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց։ Աստծու արքայության գալուստը։ Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե երբ պիտի գա Աստծու արքայությունը, նա պատասխանեց եւ ասաց. Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, եւ չեն ասի, թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայությունը ներսում ձեր մեջ է։ Իսկ իր աշակերտներին ասաց. Կգան օրեր, երբ դուք կուզենաք մարդու որդու օրերից մեկը տեսնել եւ չեք տեսնի։ Եվ եթե ձեզ ասեն, թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, մի շտապեք գնալու, որովհետեւ ինչպես որ փայլակը երկնքի ներքևից փայլատակելով երկնքի երեսը լուսավորում է, այնպես էլ կլինի մարդու որդին իր օրում։ Բայց նախ նա պետք է շատ չարչարվի եւ մերժվի այս սերնդից։ Եվ ինչպես եղավ Նոյի օրով, այնպես կլինի եւ մարդու որդու օրով։ Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտավ եւ ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։ Նույնպես ինչպես Ղովտի օրով էլ եղավ, ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։ Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստյան մատնեց։ Նույն ձևով է լինելու այն օրն էլ, երբ մարդու որդին է հայտնվելու։ Այն օրը, ով որ տանիքում է եւ իր կարասին տանը, թող չիջնի առնելու այն, եւ ով որ հանդում է, նույնպես թող հետ չդառնա։ Հիշեցեք Ղովտի կնոջը, ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն։ Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթե երկու հոգի լինեն մի մահճի մեջ, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Եվ եթե երկու կին միասին աղալիս լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Եվ եթե հանդում երկու հոգի լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Պատասխան տվին եւ ասացին նրան. Որտեղ Տեր։ Եվ նա ասաց նրանց. Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 18։ Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան, ասաց. Մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. Իմ ոսոխի դեմ իմ դատը տես։ Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում։ Դրանից հետո իր մտքում ասաց. Թեև Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա եւ ինձ չանհանգստացնի։ Եվ Տերն ասաց. Լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը։ Իսկ Աստված արդարություն չի անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են, եւ նրանց հանդեպ միայն համբերատար կլինի։ Այո, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի, իսկ երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի։ Փարիսեցին եւ մաքսավորը։ Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են եւ արհամարում էին ուրիշ շատերին։ Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ ինքն իրեն այս աղոթքն էր ասում. Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, եւ կամ ինչպես այս մաքսավորը, այլ շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ 10-րդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի
եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. «Աստված, ներիր ինձ մեղավորիս»։ Ասում եմ ձեզ, սա իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը, որովհետև ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի։ Հիսուս օրհնում է մանուկներին։ Մանուկներին էլ մոտեցնում էին նրան, որպեսզի նրանց դիպչի։ Երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին։ Իսկ Հիսուս կանչելով մանուկներին իր մոտ ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին, որ ինձ մոտ գան, եւ մի արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծո արքայությունը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծո արքայությունը չընդունի ինչպես մի մանուկ, այնտեղ չի մտնի»։ Հարուստ իշխանավորը։ Մի իշխանավոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուս նրան ասաց. «Ինչու ինձ բարի ես կոչում, ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված։ Պատվիրանները գիտես. մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, սուտ մի վկայիր, մեծարիր քո հորը եւ մորը»։ Եվ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկությունից»։ Երբ Հիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ, ինչ որ ունես, վաճառիր եւ տուր աղքատներին եւ երկնքում գանձեր կունենաս, եւ արի իմ հետևից»։ Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։ Երբ Հիսուս նրան տեսավ տրտմած, ասաց. «Ինչքան դժվարությամբ Աստծո արքայություն կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։ Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծո արքայությունը մտնի»։ Եվ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ով կարող է փրկվել»։ Եվ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծո համար հնարավոր է»։ Եվ Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամեն ինչը թողեցինք եւ եկանք քո հետևից»։ Եվ Հիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զավակներին Աստծո արքայության համար, եւ այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է»։ Կրկին կանխասացություն մահվան եւ հարության մասին։ Եվ 12-ին առանձին մի կողմ տանելով նրանց ասաց. «Ահավասիկ ելնում ենք դեպի Երուսաղեմ, եւ մարգարեների միջոցով մարդու որդու մասին բոլոր գրվածները պիտի կատարվեն, որովհետև նա պիտի մատնվի հեթանոսներին եւ պիտի ծաղրվի, նրան պիտի ձաղկեն ու սպանեն, ու երրորդ օրը հարություն պիտի առնի»։ Եվ առաքյալները այս բոլորից ոչինչ չիմացան, այլ խոսքը նրանցից ծածկված էր, եւ ասվածները չէին ըմբռնում։ Երիքովի կույր մուրացկանի բժշկումը։ Եվ երբ նա մոտենում էր Երիքովին, ճանապարհի վրա նստել էր մի կույր մուրացկան։ Երբ սա լսեց, որ ժողովուրդը անցնում է, հարցրեց, թե այդ ինչ է, եւ նրան պատմեցին, թե անցնում է Հիսուս Նազովրեցին։ Նա աղաղակեց եւ ասաց. «Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ»։ Եվ առջևից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առավել եւս աղաղակում էր. «Դավթի որդի, ողորմիր ինձ»։ Հիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մոտ բերել նրան։ Եվ երբ կույրը մոտեցավ, նրան հարցրեց եւ ասաց. «Ինչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ»։ Եվ սա ասաց. «Որ բացվեն աչքերս, ես տեսնեմ, Տեր»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Նայիր, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ իսկույն կույրը տեսավ, գնում էր Հիսուսի հետևից եւ փառք էր տալիս Աստծուն։ Եվ ամբողջ ժողովուրդը տեսնելով այս, Աստծուն գոհություն էր տալիս։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի։
Գլուխ 19 Հիսուս և Զաքքեոս Մաքսապետը։ Եվ Հիսուս մտել էր Երիքով ու շրջում էր, և ահա մի մարդ, Զաքքեոս անունով, որ Մաքսապետ էր ու մեծահարուստ, ուզում էր տեսնել, թե ով է Հիսուս, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։ Եվ առաջ վազելով բարձրացավ ժանտաթզենու վրա, որպեսզի տեսնի նրան, որովհետև նա հենց այդ տեղով էր անցնելու։ Երբ այդ տեղը եկավ, Հիսուս վեր նայեց և ասաց. «Զաքքեոս, շտապիր իջիր այդտեղից, որովհետև այսօր պետք է, որ ես քո տանը գիշերեմ»։ Զաքքեոսը շտապեց իջավ և նրան ընդունեց ուրախությամբ։ Երբ ամենքը այդ տեսան, տրտնջում էին և ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ գիշերելու։ Իսկ Զաքքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տեր, ահա իմ ինչքերի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է, որովհետև մարդու որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»։ 10 մնասների առակը։ Եվ մինչ նրանք լսում էին այս, Հիսուս մի առակ էլ ավելացրեց նրա համար, որ ինքը մոտենում էր Երուսաղեմին, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։ Նա ասաց. «Մի ազնվական մարդ գնաց հեռու աշխարհ իր թագավորությունը ստանալու և վերադառնալու համար, և կանչելով իր ծառաներին, նրանց 10 մնաս տվեց և ասաց. «Շահարկեցեք դրանք, մինչև որ գամ»։ Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան։ Պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրա թագավորի»։ Եվ ազնվականը վերադարձավ իր թագավորություն նստացած և կանչեց այն ծառաներին, որոնց տվել էր դրամը, որպեսզի իմանա, թե ով ինչ էր շահել։ Եկավ առաջինը և ասաց. «Տեր, քո մեկ մնասը 10 մնաս բերեց»։ Եվ Տերը նրան ասաց. «Ազնիվ և բարի ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ եղար, իշխանություն ունեցիր 10 քաղաքների վրա»։ Եկավ երկրորդը և ասաց. «Քո մեկ մնասը 5 մնաս բերեց»։ Տերը նրան ասաց. «Դու էլ 5 քաղաքների վրա»։ Մյուսն էլ եկավ և ասաց. «Տեր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ ծրարած պահում էի, վախենում էի քեզնից, որովհետև խիստ մարդ ես, վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես սերմանել»։ Եվ Տերը նրան ասաց. «Հենց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհավատարիմ ծառա, գիտեիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, և հնձում եմ, ուր չեմ սերմանել, հապա ինչու իմ դրամը լումայափոխներին չտվիր, որպեսզի ես գալով տոկոսներով միասին պահանջեի այն»։ Եվ սպասավորներին ասաց. «Վերցրեք դրանից մեկ մնասը և տարեք տվեք նրան, ով 10 մնաս ունի»։ Եվ ծառաները ասացին նրան. «Տեր, արդեն նա 10 մնաս ունի»։ Ասում եմ ձեզ, թե ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի։ Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերեք այստեղ և սպանեցեք իմ առաջ»։ Եվ երբ այս ասաց, առաջ գնաց Երուսաղեմ ելնելու համար։ Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Եվ երբ մոտեցավ Բեթփագեին և Բեթանիային, այն լերան մոտ, որ կոչվում է Ձիթենյաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին և ասաց. «Գնացեք այն գյուղը, որ մեր դիմացն է, երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել, արձակեցեք այն և բերեք։ Եվ եթե մեկը ձեզ հարցնի, թե ինչու եք արձակում, նրան այսպես ասացեք. իր տիրոջը պետք է»։ Երբ գնացին նրանք, որ ուղարկվել էին, գտան այնպես, ինչպես ասել էր նրանց, ավանակը կար։ Եվ մինչ ավանակն արձակում էին, նրա տերերը ասացին նրանց.
ավանակն ինչու է արձակում, եւ աշակերտները ասացին. իր տիրոջը պետք է, եւ այն բերին Հիսուսի մոտ, զգեստներ գցեցին նրա վրա եւ Հիսուսին նստեցրին։ Եվ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրա, եւ երբ նա մոտեցավ ձիթենյաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն կատարված բոլոր զորությունների համար, որ տեսան, եւ ասում էին. օրհնյալ է այդ թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով, խաղաղություն երկնքում եւ փառք բարձունքներում։ Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. վարդապետ, սաստիր քո աշակերտներին։ Նա պատասխանեց եւ ասաց. ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն։ Ողբ Երուսաղեմի։ Եվ երբ մոտեցավ, տեսնելով քաղաքը, լաց եղավ նրա վրա եւ ասաց. գոնե այս օրերին գիտենայիր դու քո խաղաղությունը, բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից, որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից ու հիմնահատակ պիտի անեն քեզ ու սպանեն քո մեջ քո որդիներին, եւ քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ քո այցելության ժամանակը չճանաչեցիր։ Տաճարում առևտուր անողների վտարումը։ Եվ տաճար մտնելով, սկսեց դուրս հանել աղավնեվաճառներին ու գնողներին եւ լոմայափոխների սեղանները ցրեց ու ասաց նրանց. գրված է. իմ տունը պետք է աղոթքի տուն լինի, իսկ դուք ավազակների որջերի եք վերածել այդ։ Եվ նա ամեն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրենսգետները եւ ժողովրդի գլխավորները հնար էին փնտրում նրան կորստյան մատնելու, բայց չէին գտնում, թե ինչ անեն, որովհետև ամբողջ ժողովուրդը նրանով տարված լսում էր նրան։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 20-րդ։ Հարց Հիսուսին իր իշխանության մասին։ Եվ այն օրերից մեկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ ավետարանում, վրա հասան քահանայապետներն ու օրենսգետները ծերերով հանդերձ եւ ասացին նրան. ասա մեզ, ինչ իշխանությամբ ես դու անում այդ, կամ ով է, որ քեզ տվեց այդ իշխանությունը։ Հիսուս պատասխան տվեց նրանց եւ ասաց. ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացեք. Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր, թե մարդկանցից։ Եվ նրանք իրենց մտքում խորհեցին եւ ասացին. եթե ասենք երկնքից էր, կասի իսկ ինչու չհավատացիք նրան, եւ եթե ասենք մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև իրենց մտքում Հովհաննեսի մասին հաստատ համոզում կա, թե նա մարգարե է։ Եվ պատասխան տվեցին, թե չգիտեն որտեղից է։ Եվ Հիսուս նրանց ասաց. ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս։ Չար մշակների առակը։ Եվ սկսեց ժողովրդին ասել այս առակը. մի մարդ այգի տնկեց եւ այն հանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդության գնաց։ Եվ հարմար ժամանակին մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որպեսզի այգու պտղից իր բաժինը տան նրան։ Իսկ մշակները ծեծեցին նրան եւ ձեռնունայն արձակեցին։ Տերը դարձյալ մի ուրիշ ծառա եւս ուղարկեց։ Նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամփու դրին։ Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի։ Նրանք սրան էլ վիրավորեցին եւ այգուց դուրս հանեցին։ Այգու տերն ասաց. ինչ անեմ, ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերևս նրանից կպատկառեն։ Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին եւ ասացին. սա է ժառանգը, սպանենք սրան, որպեսզի ժառանգությունը մերը լինի։ Եվ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ այգու տերը նրանց ինչ կանի,
չէ որ կգա ու կորստյան կմատնի այդ մշակներին և այգին ուրիշներին կտա։ Երբ այդ լսեցին, ասացին. «Քավլիցի»։ Եվ Հիսուս նրանց նայելով ասաց. «Իսկ ինչ է այն, որ գրված է, թե այն վեմը, որ անարգեցին շինողները, նա է, որ անկյունաքար եղավ։ Ով որ այս վեմին բախվի, կխորտակվի, և ում վրա որ այն ընկնի, կճզմի նրան»։ Եվ օրենսգետներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրա վրա ձեռք դնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, թե այն առակը իրենց մասին ասաց։ Կայսրին տրվելիք տուրքը։ Եվ ապա հարմար առիթի սպասեցին և ուղարկեցին խաբեբաներ, որոնք իրենց կեղծավորությամբ արդար էին ձևացնում, որպեսզի նրան խոսքերով բռնեն, մատնելու համար պետության և իշխանության կուսակալին։ Հարցրին նրան և ասացին. «Վարդապետ, գիտենք, որ ճիշտ ես խոսում ու ուսուցանում և աչառություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես սովորեցնում։ Օրինավոր է մեզ համար կայսրին հարկ տալ, թե ոչ»։ Եվ նկատելով նրանց խորամանկությունը, ասաց նրանց. «Ցույց տվեք ինձ դահեկանը»։ Եվ նրանք ցույց տվին։ Եվ նա ասաց. «Ում պատկերը և գիրը ունի դա»։ Պատասխանեցին և ասացին. «Կայսրինը»։ Եվ նա նրանց ասաց. «Արդ, գնացեք տվեք կայսրինը կայսեր, իսկ Աստծունը Աստծուն»։ Եվ չկարողացան նրան խոսքերով բռնել ժողովրդի առաջ ու զարմանալով նրա պատասխանի վրա լռեցին։ Հարց մեռելների հարության մասին։ Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակում էին, թե հարություն չկա, մոտենալով հարցրին նրան և ասացին. «Վարդապետ, Մովսեսը մեզ համար գրել է. եթե մեկի եղբայրը, որը կին ունի, մեռնի և նա անժառանգ լինի, թող նրա եղբայրը առնի այդ կնոջը և իր եղբոր համար զավակ հասցնի։ Արդ 7 եղբայրներ կային, առաջինը կին առավ և անժառանգ մեռավ, նրան առավ նաև երկրորդը, և նա էլ անժառանգ մեռավ, նրան առավ նաև երրորդը, և նույն ձևով 7-ն էլ, և ժառանգներ չթողեցին, մեռավ և կինը։ Արդ հարության ժամանակ նրանցից ում կինը կլինի, որովհետև 7-ն էլ նրան կին առան»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում և մարդու են գնում, իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու և մեռելներից հարություն առնելու, ոչ կին են առնում և ոչ էլ մարդու են գնում, քանի որ այլևս մեռնել անգամ չեն կարող, որովհետև հրեշտակների նման են և Աստծու որդիներ, քանի որ հարության որդիներ են։ Իսկ թե մեռելները հարություն են առնում, Մովսեսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մեջ, ինչպես որ ասում է Տիրոջ մասին. «Աստված Աբրահամի, Աստված Իսահակի և Աստված Հակոբի, իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են»։ Օրենսգետներից ոմանք նրան պատասխանեցին և ասացին. «Վարդապետ, լավ ասացիր»։ Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։ Հիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպես են ասում, թե Դավթի որդին է, քանի որ Դավիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. «Տերն ասաց իմ Տիրոջը. նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դնեմ»։ Իսկ արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, նա ինչպես նրա որդին կլինի։ Օրենսգետների դատապարտումը։ Եվ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. «Զգուշացեք օրենսգետներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել և սիրում են ողջույններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրավել ժողովարաններում և պատվո տեղերը նստել ընթրիքների ժամանակ, որոնք յուրացնում են այրիների տները
և ձևականորեն երկարում են իրենց աղոթքները։ Նրանք ավելի խիստ դատավճիռ պիտի ստանան։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 21։ Եվ Հիսուս նայեց ու տեսավ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մեջ իրենց նվերներն էին գցում։ Տեսավ և մի աղքատայրի կնոջ, որ 2 լումա գցեց այնտեղ, և ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատայրին ավելի գցեց, քան բոլորը։ Նրանք ամենքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրված նվերների մեջ, իսկ նա իր կարոտության մեջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց։ Կանխասացություն Երուսաղեմի տաճարի կործանման մասին։ Եվ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թե գեղեցիկ քարերով և աշտարակներով է զարդարված, նա ասաց. այդ բոլորը, որ տեսնում եք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնվի քար քարի վրա, որ չքանդվի։ Հարցրին նրան և ասացին. վարդապետ, երբ կլինի այդ, և ինչ կլինի նշանը, երբ այդ պատահելու լինի։ Նշաններ և հալածանքներ։ Եվ նա ասաց. զգույշ կացեք, չխաբվեք, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և պիտի ասեն, թե ես եմ Քրիստոսը, և թե ժամանակը մոտեցավ, նրանց հետևից չգնաք։ Եվ երբ լսեք պատերազմների և խռովությունների մասին, չզարհուրեք, որովհետև պետք է, որ նախ այդ բաները պատահեն, բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու։ Այն ժամանակ ասաց նրանց. ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն թագավորության դեմ, և մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն, պիտի լինեն արհավիրքներ և մեծամեծ նշաններ երկնքից, բայց այս բոլորից առաջ ձեր վրա ձեռք պիտի դնեն և պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ և կուսակալների ու թագավորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար, և ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայության։ Արդ ձեր մտքում դրեք սա, նախօրոք մի մտահոգվեք պատասխան տալու համար, որովհետև ես ձեզ կտամ բերան և իմաստություն, որին չեն կարողանա հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Դուք պիտի մատնվեք և ծնողներից, և եղբայրներից, և ազգականներից, և բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն, և պիտի ատվեք բոլորից իմ անվան համար, բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի, և ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները։ Կանխասացություն Երուսաղեմի կործանման մասին։ Բայց երբ տեսնեք Երուսաղեմը շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացեք, որ նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող փախչեն լեռները, և նրանք, որ Երուսաղեմի մեջ են, թող խույս տան, իսկ նրանք, որ գավառներում են, թող քաղաք չմտնեն, որովհետև դրանք վրեժխնդրության օրեր են, որպեսզի կատարվեն բոլոր գրվածները։ Բայց այն օրերին վայ է հղիներին և ստնտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն այս ժողովրդի հանդեպ։ Նրանք սրի պիտի քաշվեն, գերի պիտի տարվեն բոլոր հեթանոսներից, և Երուսաղեմը ոտքի կոխամ պիտի լինի ազգերից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները։ Մարդու որդու գալուստը։ Եվ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա, և երկրի վրա պիտի լինի հեթանոսների տագնապ ծովի և խռովության նման ահեղ ձայնի պատճառով, աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Եվ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու որդուն եկած ամպերի վրա, զորությամբ և մեծ փառքով։ Եվ երբ սկսվի այս բանը լինել, վեր կացեք
եւ ձեր գլուխները բարձրացրեք, որովհետեւ մոտ է ձեր փրկությունը։ Թզենու դասը մարդու որդու գալստյան պահը։ Եվ նրանց ասաց մի առակ. նայեցեք թզենուն եւ ամեն մի ծառի, երբ իրենց բողբոջը ցույց են տալիս, տեսնում եք այն ու դրանից իմանում եք, որ մոտ է ամառը։ Նույնպես եւ դուք, երբ տեսնեք այս բոլորը կատարված, իմացեք, որ Աստծո արքայությունը մոտ է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի։ Երկինքը եւ երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Չսպասված օրը եւ ժամը։ Զգույշ եղեք ինքներդ ձեզնից։ Գուցե ձեր սրտերը ծանրանան զեղությամբ եւ հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով, եւ հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը, որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ Արթուն կացեք այսուհետև, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինեք կանգնելու մարդու որդու առաջ։ Եվ ցերեկը ուսուցանում էր տաճարի մեջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրա, որ կոչվում էր Ձիթենյաց, եւ ամբողջ ժողովուրդը առավոտները վաղ շտապում էր նրա մոտ, տաճարում նրան լսելու համար։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 22։ Հուդայի համաձայնությունը մատնելու Հիսուսին։ Մոտեցավ բաղարջակերած տոնը, որը կոչվում էր Պասեք, իսկ քահանայապետներն ու օրենսգետները հնար էին փնտրում, թե ինչպես սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից։ Ապա սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ, որ 12-ի թվում էր։ Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրենսգետների եւ ժողովրդի իշխանավորների հետ, որ Հիսուսին նրանց մատնի։ Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ, եւ նա հանձնարավ ու պատեհ առիթ էր փնտրում նրան մատնելու նրանց ամբողից մեկուսի։ Վերջին ընթրիքը։ Եկավ բաղարջակերած օրը, երբ օրենք էր մորթել Պասեքը։ Եվ նա ուղարկեց Պետրոսին եւ Հովհաննեսին ու ասաց. գնացեք, պատրաստեցեք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք։ Եվ նրանք ասացին. ուր ես ուզում, որ պատրաստենք։ Եվ նրանց ասաց. ահա, երբ քաղաք մտնեք, ձեզ կհանդիպի մի մարդ, ջրի սափորը բարձած, գնացեք նրա հետևից այն տունը, ուր նա կմտնի, եւ կասեք տանտիրոջը. վարդապետը քեզ ասում է, ուր է այն հյուրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը։ Եվ նա ձեզ ցույց կտա զարդարված մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կպատրաստեք։ Եվ աշակերտները գնացին գտան, ինչպես որ իրենց ասել էր, եւ պատրաստեցին Պասեքը։ Եվ երբ ժամը հասավ, սեղան նստեց, եւ 12 առաքյալներն էլ իր հետ, եւ նրանց ասաց. հույժ ցանկացա այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարվել, բայց ասում եմ ձեզ, թե այլևս չեմ ուտելու սրանից, մինչև որ Պասեքը կատարվի Աստծո արքայության մեջ։ Եվ բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց Աստծուն եւ ասաց. արեք այս եւ բաժանեցեք ձեր մեջ։ Ասում եմ ձեզ, թե այսուհետև որդատունքի բերքից չեմ խմելու, մինչև որ գա Աստծո արքայությունը։ Եվ հաց վերցնելով գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց եւ ասաց. այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված, այս արեք իմ հիշատակի համար։ Նույնպես եւ բաժակը վերցրեց ընթրիքից հետո եւ ասաց. այս բաժակը
նոր ուխտ է իմ արյունով ձեզ համար թափված։ Բայց ահավասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրա է, և մարդու որդին աշխարհից կգնա ըստ սահմանվածի, բայց վայ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի։ Եվ նրանք սկսեցին հարցնել իրար մեջ, թե իրենցից ով է, որ այդ անելու է։ Մեծը արքայության մեջ։ Եվ նրանց մեջ հակաճառություն առաջացավ, թե իրենցից ով պիտի մեծ համարվի։ Եվ նա նրանց ասաց. ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, և նրանք, որ իշխում են նրանց վրա, բարերարներ են կոչվում։ Բայց դուք այդպես չլինեք, այլ ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը ինչպես սպասավորը։ Ով է մեծ, սեղան նստողը, թե սպասավորը, չէ որ սեղան նստողը, բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր։ Առաքյալներին խոստացված վարձատրությունը։ Եվ դուք եք, որ իմ փորձությունների մեջ ինձ հետ էիք մնում մինչև այժմ, և ես խոստանում եմ ձեզ, ինչպես և իմ հայրը ինձ խոստացավ տալու արքայությունը, որ ուտեք և խմեք իմ սեղանից իմ արքայության մեջ և նստեք 12 գահերի վրա դատելու Իսրայելի 12 ցեղերը։ Կանխասացություն Պետրոսի ուրացության մասին։ Եվ Տերն ասաց. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել, բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, և դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին։ Եվ Պետրոսն ասաց. Տեր, պատրաստ եմ քեզ հետ գնալ և բանտ, և դեպի մահ։ Եվ նա նրան ասաց. ասում եմ քեզ, Պետրոս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, մինչև որ դու 3 անգամ ուրանաս ասելով, թե ինձ չես ճանաչում։ Քսակ, մախաղ և սուր։ Եվ նրանց ասաց. երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք։ Եվ նրանք ասացին. և ոչ մի բանի։ Ապա ասաց. իսկ այժմ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և մախաղ, իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի։ Բայց ասում եմ ձեզ, այս ևս որ գրված է, պետք է որ կատարվի իմ վրա, թե անօրենների հետ դասվեց, որովհետև ինչ որ ինձ համար է գրված, կատարվելու վրա է։ Եվ նրանք ասացին. Տեր, ահավասիկ այստեղ 2 սուր կա, և նրանց ասաց. բավական են։ Աղոթք Ձիթենյաց լեռան վրա։ Եվ Հիսուս ըստ իր սովորության ելավ գնաց Ձիթենյաց լեռը։ Նրա հետևից գնացին և աշակերտները։ Երբ տեղ հասավ, ասաց նրանց. աղոթքի կանգնեցեք, որ փորձության մեջ չընկնեք։ Եվ ինքը հեռացավ նրանցից մոտ մի քառանկեց, ծնրադրեց, աղոթում էր և ասում. Հայր, եթե կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո, բայց ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի։ Եվ նրան երկնքից երևաց մի հրեշտակ և ուժ էր տալիս նրան, նա տագնապի մեջ էր և ամբողջ հոգով էր աղոթում։ Եվ նրանից քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման, շիթ-շիթ գետին թափվելով։ Եվ վեր կենալով աղոթքից, եկավ աշակերտների մոտ, նրանց քնած գտավ տրտմությունից և նրանց ասաց. ինչու եք քնել, վեր կացեք, աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը։ Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ, և նա, որ Հուդա էր կոչվում, 12-ից մեկը, առաջնորդում էր նրանց։ Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան, որովհետև այդ նշանն էր տվել նրանց, թե ում հետ ես համբուրվեմ, նա է, նրան բռնեցեք։
Հիսուս նրան ասաց. «Հուդա, համբուրելով ես մատնում մարդու որդուն»։ Երբ նրա շուրջը գտնվողները տեսան եղածը, նրան ասացին. «Տեր, սրով նրանց հարված ենք»։ Եվ աշակերտներից մեկը հարվածեց քահանայապետի ծառային և կտրեց դեն գցեց նրա աջ ականջը։ Հիսուս պատասխանեց և ասաց. «Թույլ տվեք, բավ է եղածը», և դիպչելով ականջին այն բժշկեց։ Եվ իր վրա եկած քահանայապետներին, տաճարի իշխանավորներին և ծերերին ասաց. «Ինչպես ավազակի վրա եք գալիս ծրերով ու մահակներով։ Միշտ ձեզ հետ էի տաճարում, և դուք ինձ վրա ձեռք չերկարեցիք, սակայն այս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը»։ Պետրոսի ուրացումները։ Եվ բռնելով նրան, տարան և մտցրին քահանայապետի տունը, իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրա հետևից։ Երբ գավթի մեջ կրակ վառեցին և նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մեջ։ Մի աղախին տեսավ նրան կրակի լույսի մոտ նստած, հայացքը սևեռեց նրան և ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին»։ Իսկ Պետրոսն ուրացավ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ով կին»։ Եվ քիչ հետո մեկ ուրիշը տեսավ նրան և ասաց. «Դու էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ով մարդ, ես նրանցից չեմ»։ Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը վիճում էր ու ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև Գալիլեայից է»։ Պետրոսն ասաց. «Ով մարդ, չգիտեմ այդ ինչ ես խոսում»։ Եվ նույն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց։ Տերը դարձավ և նայեց Պետրոսին, և Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած 3 անգամ պիտի ուրանաս, թե ինձ չես ճանաչում»։ Եվ Պետրոսը դուրս ելնելով դառնորեն լաց եղավ։ Հիսուսի ձաղկումը։ Եվ այն մարդիկ, որ նրան պահպանում էին, ծիծաղում էին նրա վրա և խփում, ծածկում էին նրա երեսը և տանջում, հարցնում էին նրան և ասում. «Մարգարեացի՛ր, ո՞վ է, որ քեզ խփեց»։ Եվ հայհոյելով ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին։ Հիսուս ատյանի առաջ։ Եվ երբ լույսը բացվեց, հավաքվեց ժողովրդի ծերակույտը, քահանայապետներ և օրենսգետներ, և Հիսուսին քաշեցին բերին իրենց ատյանի առաջ և ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա մեզ»։ Նրանց ասաց. «Եթե ձեզ ասեմ, իսկ չեք հավատա, և եթե ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չեք տա կամ չեք արձակի ինձ։ Բայց սրանից հետո մարդու որդին պիտի նստի Աստծու զորության աջին»։ Եվ ամենքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու որդին ես»։ Եվ նա նրանց ասաց. «Դուք ասում եք, թե ես եմ»։ Եվ նրանք ասացին. «Էլ ինչ վկայություն է պետք մեզ, որովհետև մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 23։ Հիսուս բերվում է Պիղատոսի առաջ։ Եվ նրանց ամբողջ բազմությունը վեր կենալով նրան տարավ Պիղատոսի մոտ։ Եվ սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե Քրիստոսն է, Թագավոր»։ Իսկ Պիղատոսը հարցրեց նրան և ասաց. «Հրեաների թագավորը դու ես»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Դու ասացիր»։ Պիղատոսը քահանայապետերին և ժողովրդին ասաց. «Այս մարդու մեջ ես որևէ հանցանք չեմ գտնում»։ Իսկ նրանք պնդում էին և ասում, թե ըմբոստության է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրեաստանում, Գալիլեայից սկսած մինչև այստեղ։ Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլեայի մասին, հարցրեց, թե այդ մարդը գալիլեացի է, և երբ իմացավ, թե Հերովդեսի իշխանությունից է, հանձնեց, որ նրան տանեն Հերովդեսի մոտ, որովհետև այդ օրերին նա էլ Երուսաղեմում էր։
Հիսուս Հերովդեսի առաջ։ Եվ երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ հաճախ լսում էր նրա մասին և ակնկալություններ ուներ նրա ձեռքով կատարված որևէ նշան տեսնել։ Հերովդեսը նրան հարցաքննեց շատ խոսքերով, իսկ Հիսուս նրան ոչ մի պատասխան չտվեց։ Քահանայապետներն ու օրենսգետները վեր էին կենում և նրան բուռն կերպով ամբաստանում։ Հերովդեսն էլ իր զորականներով հանդերձ արհամարհեց նրան և ծիծաղելով նրա վրա սպիտակ զգեստներ հագցնել տվեց նրան ու վերստին հանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մոտ։ Եվ Պիղատոսն ու Հերովդեսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետև առաջ իրար թշնամիներ էին։ Հիսուս դատապարտվում է մահվան։ Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանավորներին և ժողովրդին և ասաց. «Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպես ժողովրդին մոլորեցնողի, և ահավասիկ ձեր առաջ դատաքննություն արեցի, և այս մարդու մեջ չգտամ մեկն այն հանցանքներից, որոնցով դուք ամբաստանում եք նրան։ Եվ ոչ էլ Հերովդեսը, որի մոտ հրամայեցի, որ Հիսուսին տանեն։ Արդ նա մահվան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կտամ և կարձակեմ, որովհետև հարկավոր էր յուրաքանչյուր տոնի առթիվ մի բանտարկյալ արձակել նրանց համար»։ Եվ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին և ասում. «Նրան վերցրու և արձակիր մեզ համար Բարաբբային, որը քաղաքում պատահած մի խռովության և սպանության համար բանտարկվել էր»։ Պիղատոսը նորից սկսեց խոսել, որովհետև կամենում էր Հիսուսին արձակել։ Եվ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խաչը հանիր նրան»։ Եվ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ինչ չար բան է արել սա, նրա վրա մահվան արժանի որևէ հանցանք չգտա, սրան գանահարել կտամ և կարձակեմ»։ Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին և ուզում, որ նրան խաչը հանի։ Եվ նրանց ու քահանայապետների ձայները ավելի ուժեղանում էին։ Եվ Պիղատոսը հավանություն տվեց, որ նրանց պահանջը կատարվի։ Նա արձակեց Բարաբբային, որը խռովության և սպանության համար բանտ էր նետված, և որին էլ հենց ուզում էին, իսկ Հիսուսին հանձնեց նրանց կամքին։ Հիսուսի խաչելությունը։ Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կյուրենացի անունով մեկին, որը հանդից էր գալիս։ Նրա վրա դրեցին խաչը, որ այն բերի Հիսուսի հետևից։ Եվ նրա հետևից գնում էր ժողովրդի մի մեծ բազմություն և կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։ Հիսուս դարձավ և ասաց նրանց. «Երուսաղեմի դուստրեր, ինձ վրա լաց մի եղեք, այլ լաց եղեք ձեր և ձեր որդիների վրա, որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն. «Երանի չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և չդիեցրին»։ Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թե ընկեք մեր վրա, և բլուրներին, թե ծածկեցեք մեզ, որովհետև երբ դալար փայտին այսպես անեն, չորին ինչ կպատահի։ Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին նրա հետ սպանելու համար։ Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին, և չարագործներին էլ մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը խաչեցին։ Եվ Հիսուս ասաց. «Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին, իսկ ժողովուրդը դիտում էր։ Իշխանավորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը, Աստծո ընտրյալ որդին»։ Զինվորներն էլ ծաղրում էին նրան, առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում. «Եթե դու ես հրեաների թագավորը, փրկիր ինքդ քեզ»։ Եվ նրա խաչի վրա մի գրություն կար, գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով, թե
Սա է հրեաների արքան։ Իսկ կախված չարագործներից մեկը հայոյում էր նրան եւ ասում. «Դու չես Քրիստոսը, փրկիր ինքդ քեզ եւ մեզ»։ Նրա ընկերը նրան սաստելով պատասխան տվեց եւ ասաց. «Աստծուց չես վախենում, դու որ նույն պատիժն ես կրում, եւ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»։ Եվ ասաց Հիսուսին. «Հիշիր ինձ, Տեր, երբ գաս քո թագավորությամբ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ Հիսուսի մահը։ Եվ համարյա կեսօր էր, եւ խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև ժամը 3-ը։ Արեգակը խավարեց, եւ տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ Եվ Հիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»։ Երբ այս ասաց, հոգին ավանդեց։ Եվ հարյուրապետը տեսնելով ինչ որ պատահեց, փառավորեց Աստծուն եւ ասաց. «Իսկապես այս մարդը արդար էր»։ Եվ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարվածը, ծեծում էր կուրծքը եւ վերադառնում։ Նրա բոլոր ծանոթներն էլ կանգնել էին հեռվում, եւ կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։ Հիսուսի թաղումը։ Եվ ահա Հովսեփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթե քաղաքից։ Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ եւ արդար մի մարդ։ Սա չէր միաբանել նրանց մտադրություններին ու գործերին, եւ ինքն էլ էր սպասում Աստծո թագավորությանը։ Սա Պիղատոսի մոտ գալով ուզեց Հիսուսի մարմինը, եւ նրան խաչից իջեցնելով փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մեջ, որտեղ բնավ ոչ ոք չէր դրված։ Եվ օրը ուրբաթ էր ու լուսանում էր շաբաթը։ Եվ Հովսեփի հետևից գնում էին կանայք, որոնք Գալիլեայից էին եկել Հիսուսի հետ։ Նրանք տեսան գերեզմանը եւ թե ինչպես նրա մարմինը այնտեղ դրվեց։ Վերադարձան, խնկեր եւ յուղեր պատրաստեցին ու շաբաթ օրը օրենքի համաձայն հանգիստ արեցին։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 24-րդ։ Թափուր գերեզմանը եւ Հիսուսի հարությունը։ Բայց կիրակի օրը առավոտյան շատ վաղ կանայք գերեզման եկան, բերելով իրենց պատրաստած խնկերը, նրանց հետ եւ ուրիշ կանայք։ Եվ քարը գերեզմանից գլորած գտան ու ներս մտնելով Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրա, ահա լուսավոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մոտ։ Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչու ողջին մեռելների մեջ եք փնտրում, այստեղ չէ, այլ հարյավ։ Հիշեցեք, ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլեայում էր, ասում էր, թե պետք է, որ մարդու որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի եւ երրորդ օրը հարություն առնի»։ Եվ նրանք հիշեցին նրա խոսքերը եւ վերադարձան ու պատմեցին այս ամենը 11-ին եւ բոլոր մյուսներին։ Եվ Մարիամ Մագդաղենացին, Հովաննան, Հակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքյալներին։ Բայց նրանց խոսքերը բարբաջանք թվացին աշակերտներին եւ չէին հավատում նրանց։ Սակայն Պետրոսը վեր կացավ եւ վազեց դեպի գերեզման, նայեց ու տեսավ, որ կտավները միայն կային, եւ գնաց մտքում զարմացած, թե ինչ էր եղել։ Էմմավուսի ճամփորդները։ Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմմավուս էր եւ որը Երուսաղեմից հեռու էր մոտ 11 կիլոմետր։
Եվ նրանք միմյանց հետ խոսում էին կատարված բոլոր անցուդարձերի մասին։ Եվ մինչ նրանք խոսում էին ու վիճում, ինքը Հիսուս մոտեցավ և գնում էր նրանց հետ։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեն։ Եվ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում եք միմյանց հետ և տրտմած եք»։ Նրանցից մեկը, որի անունը Քլեոպաս էր, ասաց նրան. «Երուսաղեմում միայն դու ես, որ չես իմացել, թե ինչեր կատարվեցին այնտեղ այս օրերին»։ Եվ նրանց ասաց. «Ի՞նչ»։ Եվ նրանք ասացին Հիսուս Նազովրեցու մասին, որ եղավ մարգարե մարդ, հզոր գործերով ու խոսքերով, Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ, և թե ինչպես մեր քահանայապետները և իշխանավորները նրան մատնեցին մահվան դատաստանի ու խաչը հանեցին նրան։ Մենք ակնկալում էինք, թե նա է, որ փրկելու է Իսրայելը, սակայն այս բոլորով հանդերձ այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարվեցին։ Այլ նաև մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առավոտյան գերեզման էին գնացել և նրա մարմինը չէին գտել։ Նրանք եկան և ասացին, թե նաև մի տեսիլել էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թե կենդանի է։ Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին և գտան այնպես, ինչպես կանայք ասել էին, բայց նրան չտեսան։ Եվ նա ասաց նրանց. «Ով անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։ Չէ՞ որ Քրիստոս պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ։ Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին բոլոր գրքերում»։ Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուս պատճառ բռնեց, թե ինքը գնալու է ավելի հեռու տեղ։ Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մոտ գիշերիր, որովհետև երեկո է և օրը տարաժամել է»։ Եվ նա ներս մտավ նրանց հետ այնտեղ գիշերելու։ Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով օրհնեց, կտրեց այն և տվեց նրանց։ Եվ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ։ Եվ նրանք ասացին միմյանց. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, մինչ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և ինչպես էր մեզ բացատրում գրքերը»։ Ապա անմիջապես վեր կացան ու Երուսաղեմ վերադարձան և հավաքված գտան 11-ին ու նրանց հետ եղածներին, որոնք ասում էին, թե իսկապես հարյավ Տերը և երևաց Սիմոնին։ Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, և թե ինչպես Հիսուս իրեն ճանաչել էր տվել նրանց հաց կտրելու ժամանակ։ Հիսուս երևում է առաքյալներին։ Մինչ դեռևս նրանք այս էին խոսում, Հիսուս ինքը եկավ կանգնեց նրանց մեջ և ասաց. «Խաղաղություն ձեզ, ես եմ, մի վախեցեք»։ Իսկ նրանք զարհուրած վախենում և կարծում էին, թե մի ոգի են տեսնում։ Եվ նրանց ասաց. «Ինչու եք խռովված, և ինչու ձեր սրտերում կասկածներ են ծագում։ Տեսեք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նույն ինքը ես եմ. շոշափեցեք ինձ և տեսեք, որովհետև ոգին մարմին և ոսկորներ չունի։ Ինչպես տեսնում եք, ես ունեմ»։ Եվ այս ասելով ցույց տվեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը։ Եվ մինչ դեռևս ուրախությունից չէին հավատում և զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունե՞ք»։ Եվ նրանք տվին նրան խորոված ձկան մի կտոր և մեղրախորիսխ։ Եվ նա առավ կերավ նրանց առաջ, իսկ մնացածները տվեց նրանց ու ասաց. «Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն այն ամենը, որ գրված են իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեների մեջ և Սաղմոսներում»։ Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան գրքերը։ Եվ ասաց նրանց. «Այսպես պետք է չարչարվեր Քրիստոս
հարություն առներ մեռելներից երրորդ օրը, եւ քարոզվեր նրա անունով ապաշխարություն եւ մեղքերի թողություն բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած։ Եվ այս բաների վկաներ եք դուք, եւ ահա ես ուղարկում եմ ձեզ իմ հոր խոստումը, իսկ դուք նստեցեք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք։ Հիսուսի համբարձումը։ Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա եւ բարձրացնելով իր ձեռքերը օրհնեց նրանց։ Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից եւ դեպի երկինք էր վերանում։ Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին եւ մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն։